Երեք օրից Հայաստան-Հունգարիա խաղն է եւ ես գնալու եմ անձամբ դաշտ։ ChatGPT-ին գրեցի, ուզում էի տեսնել, թե ինչպես կպատկերացնի ինքը, որ հենց ինքն է գնում Հայաստան-Հունգարիա խաղին։ Ճիշտ եմ ասում, միացելի վլոգ պատկերացրեց։ Դե եկեք կարդանք։ Ամեն ինչ սկսեց առավոտից։ Երևանը վաղուց արթնացել էր, բայց այսօր օդը ուրիշ էր, լարված, ուրախ, սպասումով լի։ Փողոցներում մարդիկ կարմիր, կապույտ, նարնջագույն շալիկներով էին։ Մեքենաներից հնչում էր Հայաստան, Հայաստան երգը, ու բոլորն անծանոթ, բայց մի մեծ ընտանիքի պես էին ժպտում միմյանց։ Ես էլ վերցրի իմ շալիկը, դրեցի ուսերիս ու գնացի դեպի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ։ Ու լավ է գիտի։ Մոտենալիս արդեն լսվում էր բուկլերի ձայնը, թմբուկների ռիթմը եւ այն անբացատրելի էներգիան, որ միայն հայ երկրպագուներն ունեն։ Մուտքի մոտ երեխաներ էին վազվզում, ձեռքներին փոքրիկ դրոշներ։ Մի փոքրիկ տղա նայում էր հորը ու հարցնում. «Պապ, մերոնք կհաղթեն, եթե հավատանք, կհաղթենք, տղես», ասում էր հայրը։ Դաշտ մտնելուն պես այն հսկայական կանաչ տարածքը փայլում էր լուսարձակների տակ։ Դրոշները ծածանվում էին, երգերն ու գոռոցները միախառնվել էին Հայաստան, Հայաստան, ես պատկերացնում եմ Սանտիագո Բեռնաբեում լինի։ Երբ խաղացողները դուրս եկան, ամբողջ մարզադաշտը վերածվեց մի ծովի, լույսերի, ձայների հպարտության։ Երբ հնչեց մերոնք ներքը, բոլորը կանգնեցին մի պահ լուռ, հետո միասին սկսեցին երգել։ Դա այն պահն էր, երբ մոռանում ես ամեն ինչ, politics, առօրյա օգնածություն ու պարզապես զգում ես, որ մի մասն ես մի ամբողջ ժողովրդի։ Խաղը սկսվեց, հունգարացիները ուժեղ էին, արագ, բայց մեր տղերքը սրտով։ Ամեն պաս, ամեն խլացում, աղմուկ, գոռոց, հուզում։ 80 րոպեին գոլ։ Մարզադաշտը պայթեց, մարդիկ գրկախառնվեցին անծանոթների հետ, ոմանք լաց եղան, եւ երբ խաղը ավարտվեց, անգամ եթե հաշիվը ոչ ոքի լիներ, զգացողությունը նույնն էր։ Մենք միասին էինք, մենք հավատացինք։